Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, Armix News-ի եթերում ժամանակի ձայնը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօր մեր տաղավարում կարելի ասել մեծ իրադարձություն է, որովհետև մեր տաղավարում է լեգենդար ֆուտբոլային մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը։ Պարոն Բաղդասարյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը, եկել եք մեր տաղավար, դա մեզ համար մեծ իրադարձություն է, մեծ պատիվ է։ Ես շնորհակալ եմ, որովհետև ձեր տաղավարում միշտ անկաշկանդ խոսակցություն է գնում, երկխոսություն, որը հաճելի է։ Ասենք հնչում է այն, ինչը իրական է։ Այո, եւ կարծում եմ, որ այսօր էլ այդպիսի անկաշկանդ զրույց կունենանք։ Պարոն Բաղդասարյան, թերև այսպես տոնական սկսեցինք, այսպես ուրախ նոտայի վրա սկսեցինք, բայց հայկական ֆուտբոլի գործերը բոլորովին էլ այսպես ուրախ տրամադրությունների եւ ուրախ մտորումների ցավոք սրտի տեղիք չեն տալիս եւ որպես մեկնաբան արդեն չեմ կարող դա չասել, որովհետեւ դա ակնհայտ է եւ ուզում եմ ընդհանրապես ձեզնից հասկանալ ինչն է պատճառը, որ հայկական ֆուտբոլը այդպես էլ չի կարողանում դուրս գալ այս ծանրագույն իրավիճակից։ Պատճառները շատ։ Ես դրա համար գալիս եի, գիտեի, որ անկաշկանդ երկխոսություն է ու հաճելի էր ինձ համար, ստացում է այնպես, քանի որ ես սոցիալապես անկախ եմ, հեղինակություն ունեմ, ստացում է, որ ես ասում եմ բոլոր պատճառները, բայց սա էլ տեղից չի շարժվում։ Ես տեսնում եմ, որ կան նաև երիտասարդ մեկնաբաններ, որոնք էլի հաղորդումներ ունեն, էլի ասում են, բայց միևնույն է, ոչ մի բան, պատճառները շատ են, որ ասես մեկն է, հիմա ես որ կանգնեմ, ասեմ Ֆեդերացիայի ղեկավարներն են, դա առաջին պատճառն է, որովհետև այդ մարդիկ չեն ընտրվել, ես միշտ ասել եմ ու էլի կասեմ, այդ մարդիկ զավթել են ֆեդերացիան, այդ մարդիկ ուղղակի են մեր հայկական մտածելակերպով նշանակվել են ֆեդերացիայի նախագահ, եւ դա հնուց է գալիս այդ ամեն ինչը, հաճախ են հարցնում մեր դժբախտությունը առաջին հերթին մեր ազգային մտածելակերպն է։ Մենք քիչ առաջ հաղորդումից առաջ խոսում էինք, տարբեր պատճառներ կարելի է բերել, բայց ցավոք մենք տուժում ենք այն պատճառով, որ ով դառնում է ղեկավար, նա իր շրջապատը, իր հարազատները, իր բարեկամները նշանակություն չունի, ասենք, եթե մարդը տաղանդավոր է, եթե շնորհք ունի, կարող է այդ բնակավարում աշխատի, օգուտ բերի, չկա, դա գոյություն չունի։ Հիմա այս ֆեդերացիայի ընկերները 19 թվին ես չգիտեմ դուք հիշում եք թե չէ։ Ես մենակ ընկել եմ այստեղ այդ մարդկանց կենսագրությունը պատկերն է ներկայացնում, որ այն մարդիկ չեն ֆուտբոլի հետ որևէ կապ չունեն, որևէ ծառայություն չունեն, պահանջներին էլ չէին բավարարում, հիմա այդ պահանջները օգտագործում են, որ իրենք աթոռը ավելի ամուր պահեն։ Ու ես խոսում եմ, բայց ոչինչ չեղավ, օրվա ընթացքում 4-5 հեռուստատեսային հարցազրույց էի տալիս այդ ընթացքում, բայց աջակցություն չեղավ։ Հետո այս վերջին ժամանակներս անցյալ տարի էր, նախանցյալ տարի էր, ֆուտբոլային ֆանատները սկսեցին շատ ուժեղ շարժում, ընդհուպ են Աշճանի, որ ճայթուրուկներ մտան, խաղերը ընդհատվեցին, արդեն այդտեղ չկար։ Հիմա ես ինչու եմ դա ասում, այս մարդիկ արդեն ինչ է, 18 թվից եթե հաշվենք, փաստորեն 8 տարի է նրանք ֆեդերացիայի ղեկին են։ Վանեցյանը եղել է, բայց էլի իրենք էին Վանեցյանի կողքին ու իրենք նորից ասեմ նշանակվել են եւ այդ տարիների ընթացքում այն ինչ խոստում որ տվել են ոչինչ չեն արել։ Ոչ մի բան, ոչ մի ռազմավարության ոչ մի հարց չի որոշվել, չի լուծվել։ Ու իրենք արդարանալու ինչ որ բաներ են փորձում, բայց արդարացում չի կարող լինի։ Իհարկե ուրիշ պատճառներ էլ կան։ Հիմա ֆուտբոլը զարգացումը գնացել է դեպի ատլետիզմը։ Եթե անկեղծ լինենք, կարող է ուրիշներն էլ գան, մարզիչներն էլ փոխվեն, մենք էլի հաջողություններ չունենանք։ Գիտեք ինչու։ Եթե 70-ական թվականներին դեռ ատլետիզմը այդքան մեծ նշանակություն չուներ, հիմա խաղերը որ նայում ես, այդ արագությունը, այդ ֆիզիկական տվյալները, երևի դուք տեսնում եք Հայաստանի հավաքականը այս հանդիպումներում հիմնականում գոլ է ընդունում ստանդարտ դիրքերի մրցակցի խաղարկումներով, լինի անկյունային, լինի տուգանային, ասինքն երկրորդ հարկում մեկ չկանք, ինչպես ասում են, մեր հավաքականը չի կարողանում օդը փակել։
Վերցրեք հենց Իռլանդիայի հավաքականը, Հունգարիայի հավաքականը, բոլորը, եթե չկարողանան էլ խփել, հանդիպման ընթացքում կարող են ամբողջ թիմով պաշտպանվել եւ երկրորդ հարկից թռնել ու գոլ խփել։ Այդ Խուան Բրաոին էլ որ բերել են փաստորեն հասակը բարձր է, բայց մի հոգով չես կարող, մի քանի հոգի պետք է լինեն։ Բայց խաղը դեռ չտպավորեց ինչ որ, չէ՞, չտպավորեց, բայց միայնակ ինչ կարող են անել։ Հիմա Գուրնայմս ախր ենթադրենք այդ նույն Բելարուսում էս այդ խաղաց, չէ՞։ Իրենց մարզիչը ասեց, որ մեր տղաները բոլորն էլ բարձրահասակ են։ Բարձրահասակ բոլորը գրեթե 2 մետրանոց դինոզավրներ էին, որ մեկին պահեն տուգանային հրապարակում այնքան վարպետացել են, որ գալիս են, փակում են ճանապարհները, չեն թողնում, որ մերոնք ցածկեն, հրում են եւ այլը, ու դրանցից մեկն ու մեկը գնդակը որ գալիս է, տանարգել թռնում է երկրորդ հարկից ու գոլ ախփում։ Բելարուսներն էլ է ձևի գրավեցին մեր դարպասը։ Բայց արդարության համար ասենք, պարոն Բաղդասարյան, որ Բելարուսը բավականին կոպիտ էր խաղում։ Դե բնական է, այդ իրենց հարաբերությունը, ես ինչ ասեցի, նենգորեն էին մի տեսակ կոպիտ խաղում։ Ես ասեցի, չէ, որ ֆուտբոլը վաղուց դեպի ատլետիզմն է գնում։ Իսկ ատլետիզմի տեսակետից մենք այդ թիմերի հետ չեն կարող պայքարել։ Դա արդեն ազգային բան է, օրինակ որ վերցնում ես սկանդինավյան երկրները, բալկանյան երկրները, այդ ազգերը խոշոր են։ Օրինակ ես հիշում եմ 98 թվականին, որ գնացի Ֆրանսիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը, խորվաթները դուրս եկան կիսաեզրափակիչ, չէ։ Ու շատ լավ թիմ ունեի։ Հենց ամբողջ ֆուտբոլիստներն, բոլոր ֆուտբոլիստներն բարձրահասակ ատլետիկ տվյալներով, այդ հետաքրքիրը նաև որ կիսաեզրափակիչին Խորվաթիայից գրեթե բոլորը դռները փակել եկել էին կիսաեզրափակիչ հանդիպմանը Ֆրանսիայի հավաքականի հետ։ Դա պատմություն էր, Խորվաթիա մեծպես փոքր երկիր է, աշխարհի առաջնությունում դուրս էր եկել անկախացումից հետո աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Պատկերացնում եք, եւ բոլոր նախադրյալները կային, որ կարող էին նաև չեմպիոն դառնալ։ Ընդ որում ֆրանսիացիների հետ կիսաեզրափակիչ խաղում առաջին գոլը 3 խփեցին, հետո Թյուրամը որ կյանքում գոլ չէր խփել 2 անգամ հակագրոհների մասնակցեց ու տենց կմային հաղթանակ տարան, ֆրանսիացիները մի կերպ վերջը հետո չեմպիոն դարձան։ Ես ինչ եմ ուզում ասել, Խորվաթիան ամբողջ երկիրը եկել էին Ֆրանսիա ու մեծ փոքր կանայք, նույնիսկ կանայք հսկաներ էին։ Այսինքն այդ ազգային առանձնահատկությունն է, ֆիզիկական տվյալներն են։ Մենակ ֆիզիկական տվյալները չէ, նաև ազգային մտածելակերպը մեծ նշանակություն ունի։ Հաճախ խոսում ենք համակարգի մասին, իհարկե համակարգն էլ է կարևոր, բայց կարծում եմ մտածելակերպը առաջին տեղում է։ Այդ մտածելակերպից խոսեցիք, պարոն Բաղդասարյան, կներեք, չեք գտնում, որ գուցե մեր տղաները ֆիզիկապես այնքան էլ թույլ չեն, ուղղակի երևի թե ինչ որ մտածողության հեղափոխական փոփոխություն ա պետք ֆուտբոլային, որ փոխվի։ Ես կարող եմ նորից համեմատել Արարատ 73-ի հետ, որովհետև ինչ ուզում ելնի, ես դեռ կենթանի եմ, համեմատելու եմ, որովհետև ես այն խաղերն եմ տեսել եւ այս խաղերն եմ տեսնում ու մտածում եմ տարբերությունը որն է, հիմիկվա առավելությունը որն է, որ մերոնք չեն կարողանում հաջողության հասնել։ Նախ ասեմ, որ այս ժամանակ քիչ առաջ նշեցի, որ ատլետիզմը այդքան կարևոր նշանակություն չէին տալիս, ավելի շատ տեխնիկական կողմն էր շատ կարևոր եւ դա շատ էր գնահատվում ու երբ ֆուտբոլիստները տեխնիկական հնարքներ են կիրառում, այդպիսի հանդիպումը դիտելը հաճելի է, քան թե կոշտ խաղը, քան թե կոպտությունը եւ այլն։ Այս ժամանակ նման խնդիր չկար։ Ես ինչու եմ ասում մտածելակերպը, նայ մտածելակերպը, այս ժամանակ Արարատը, որ ինքը չեմպիոն դարձավ, 2 տարի, 3 տարի Արարատից վախենում էի։ Եվ պատահական չէր, որ 2 տարի Արարատը անընդմեջ դարձավ ագրեսիվ հյուր։ Ինչի շնորհիվ, որովհետեւ մեր տղաները մտածում են, որ իրենց մոտ հաղթողի բնավորություն էր ձևավորվել, որ դուրս էին գալիս խաղադաշտ, գիտեին, որ իրենք ավելի ուժեղ են, գիտեին, որ պետք է անպայման խաղան հաղթանակի համար։ Հիմա ներկայիս մեր հավաքականը, մեր այս նոր սերունդը, ցավոք սրտի, այնքան պարտություններ են կրել, որ սինդրոմ է առաջացել, այսպես հոգեբանական, պարտողի հոգեբանություն են ձեռք բերել։ Ձեզ հետ միասին չեն կարողանում
ցուցադրել իրենց լրիվ կարողությունները, իսկ հավաքականը այն մակարդակն է, այն աստիճանն է, որ ով որ գալիս է ունակություններից ավելին պետք է անի, պետք է կաշվից դուրս գա, պետք է կռվի, պայքարի, համարձակ լինի, անպայման ձգտի հաղթանակի, անկախ կախված մրցանակից, մրցակցից, եթե դա չկա, արդեն դու չես կարող հաղթել։ Ինչպես ասենք Յան Պորտերֆիլդի ժամանակ էր, չէ, որ կարողանում էինք շատ հզոր թիմերի հետ, անգամ Պորտուգալիայի հետ, Լեհաստանի հետ շատ այսպես հավասարի պես ոտ գցել եւ նույնիսկ ասում հիմա ցավոք սրտի նաեւ հոգեբանությունն է մեջտեղ եկել։ Երեք չի որ ես նշեցի ատլետիզմը, ֆիզիկական տվյալները, երկրորդ հարկը, նույնը նաեւ փաստորեն նաև մտածելակերպը ու դրանք գումարվել է նաև հոգեբանությունը, պարտվողի հոգեբանությունը։ Պարոն Բաղդասարյան, շատերիս մեջ, այդ թվում նաև դուք էլ կարծես թե նրա մասին լավ կարծիք ունեիք, չէ՞։ Եղիշե Մելիքյանի մասին է խոսքը, երբ որ Եղիշե Մելիքյանը նշանակվեց հավաքականի գլխավոր մարզիչ, մեր մեջ ինչ որ հույս արթնացավ, որ արդեն ինչ որ մի բան կփոխվի գոնե, այսպես գոնե։ Ինչ եք կարծում, միգուցե ժամանակ է պետք Եղիշե Մելիքյանին հավաքականը վերափոխելու, հավաքականի մտածողությունը։ Շատ հետաքրքիր հարց է, ես չէի ուզում այդ հարցին անդրադառնայի, իրոք ես Եղիշե Մելիքյանին պաշտպանել եմ, որովհետև ֆեդերացիան Փյունիկի դեմ էր, Եղիշե Մելիքյանն էլ այն ժամանակ ֆեդերացիան անընդհատ քարկոծում էր, ու գիտեք, որ ֆեդերացիան հատկապես Արմեն Նիկողոսյանը պատերազմ էին հայտարարել, որ Փյունիկի ղեկավարությունը մարզչի հետ միասին հանդգնել են իրենց դեմ պայքարել։ Խաղադաշտերից զրկեցին, էժան քայլերի գնացին, մարդկանց զզվեցրին ու Արթուր Սողոմոնյանը, որ բացառիկ այդ ներդրողներից էր, թքեց ու հեռացավ, ով շահեց։ Քանի հոգի այդպես կարող ենք օրինակ բերել, Տիգրան Հակոբյանը, չեմ անում, դուք ճանաչում եք, թե չէ, Դիլիջանում լավ թիմ ունեին, Իմպուլսը, հետո Սևանի սեփականատերներ, որ իմացան ուզում է ֆեդերացիայի նախագահ դառնալ, պատերազմ հայտարարեցին, ու պերսոնա նոն գրատա ֆուտբոլում, դες բան չէր եղել։ Մի անգամ եղել էր նաև Անդրեասյանին, բայց հետո հետ քայլ կատարեցին։ Ներդրողներին այսպես քշել են, եթե այդ ներդրողները չեն ենթարկում ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարների այս կմահաճույքին, ուրեմն նրանց դեմ պատերազմ են հայտարարում։ Ոնց կարելի է մարդը իր սեփական գումարը դնում է ֆուտբոլում, ֆուտբոլի զարգացմանը նպաստելու համար, դու նրա դեմ պատերազմ ես հայտարարում։ Հիմա էլ նույնը Արարատ Արմենիան է։ Հիմա ես զարմանում եմ, օրինակ Արարատ Արմենիան քանի կար, ասենք իր մարզումները եւ խաղերը անցկացնում էր ֆուտբոլի ֆեդերացիային պատկանող Ավանի ֆուտբոլի ակադեմիայում։ Այդ ինչ եղավ, որ մեկը հարց չի տալիս, ինչ եղավ, որ բան արեցին, չցանկացա մի անգամից զրկեին, պարզապես զրկեցին, որ այնտեղ խաղեր չանցկացնի։ Հիմա եւ Նոան եւ Արարատ Արմենիան իրենց սեփական դաշտի հանդիպումները անցկացնում են Աբովյանում։ Ինչն է պատճառը, կարող են ասել, ես չգիտեմ։ Այդ ինչը փոխվեց, իշխանությունը փոխվեց, ինչը փոխվեց, թե ուզում են ծառայել իշխանությանը։ Իրենք փոխանակ օգնեն ակումբներին, հակառակ աշխատանքն է գնում։ Հասկանում եք, ես ինչի համար եմ ասում, ասել եմ ու նորից կասեմ, ես որևէ անձնական շահ չունեմ, որ կանգնում ասում եմ, այս ընկերները պետք է ժամ առաջ պաշտոնանկ լինեն, որովհետև չարիք են։ Այսքան տարիների համար մեր ֆուտբոլի համար ոչինչ չեն արել ու միշտ խանգարել են, միշտ պատերազմ են հայտարարել են մարդկանց դեմ, ովքեր ներդրումներ են կատարել։ Հիմա այդպիսի մարդիկ շարունակում են իշխել, ու ես էլ գիտեմ լավ գումարներ են շրջանառվում, ու մեղրի լավ կարասե չեն ուզում հետաթորից զրկվել, հասկանում եք։ Էսա իրավիճակը։ Այսինքն գտնում եք, որ հիմա կներեք, լավագույն ես մարզիչ արդեն նաև լուրեր են հասել ինձ, որ նրանք նույնիսկ ուզում են երրորդ ընտրաժամկետը այսպես նշանակվել, դասավորել։ Հիմա կարող են ընտրվել, այն ժամանակ չեն ընտրվել, այն ժամանակ նշանակել են, հետո իրենց ոչ հաճո մարդկանցից հրաժարվել, ոչ թե հրաժարվել են, ջնջել են այդ մարդկանց։ Այսինքն ֆեդերացիայի անդամ սուբյեկտների ցուցակից հանել են դրանց։
փոխարենը օրինակ մեջտեղի են բերել հանրապետական մարզադաշտը, ֆուտբոլի ակադեմիան, որ ֆինանսավորվում է ֆեդերացիայի կողմից, այդ նույնն է, որ ֆեդերացիան ինքը ձայնա տալիս ֆեդերացիայի ղեկավարների օգտին։ Հետո ես որ պատերազմ մղեցի, ասենք այդ բանից ճճացող բաներ հրաժարվեցին, որ նրանք իրավունք չունեն ընտրություններին, ասենք ձայն ունենալ ու տալ իրենց բարձ չէ, որ իրենց ղեկավարների օգտին կտան, թե չէ աշխատատեղից կզրկվեն, հասկանում եք։ Ցավոք սրտի այսպիսի բաները ու հիմա էլ ինչ են արել, որ պատճառներ են բերում իբր թե նոր ռազմավարությունը, արդեն որ տեսնում են արդյունք չկա, որ վրացիների հետ ուզում են կազմակերպել մինչև 20 տարեկանների աշխարհի, կարծեմ 29 թվի առաջնությունը համատեղ վրացիների հետ։ Այսինքն իրենք արդեն պլանավորում են, որ մինչև 29 թիվը պետք է դեր բան անեն, կարծեմ այս տարի լրանում է ժամկետը եւ նոր ընտրություններ պետք է լինեն, այսինքն մարդիկ դեռ հույս ունեն երրորդ անգամ վերընտրվելու։ Արդեն հիմա կարող են վերընտրվել, որովհետեւ այն սուբյեկտ անդամներին դրանց ջնջել են, դրանց տեղը բերել են այնպիսի մարդկանց, այնպիսի ակումբների, որոնք լայն այսպես բան աշխատանք չեն ծավալում, ասինքն ֆուտբոլի զարգացման հարցում, այս վերջերս համաժողովներ, չէ։ Ես նայում էի համաժողովը, ուղղակի խայտարակություն էր, ամոթ էր։ Ցանկացած հարց, որ քվեարկում էի, այդ մարդիկ արժանապատվություն չունեն։ Ուրեմն ինչ հարց քննարկում էին, ոնց է կոչվում, այդ բանը ասենց վեր էին բարձրացնում։ Մանդատը վեր էին բարձրացնում ու էդի ոնց որ սովետի տարիներին էր, չէ, որ համագումար էր լինում 99% թե 100% է, ժամանակ նույնիսկ ասում են 120% է եղել ընտրությունը։ Հիմա այդ վիճակն է, ոնց կարող է հարց ես քննարկում դու։ Ես որ ֆեդերացիայում եմ, ես 6 տարի մամուլի ծառայության ղեկավարն էի, 8 տարի գործկոմի անդամ էի։ Գործկոմի նիստերը վեր էին ածում պատերազմի։ Երբեմն այնպես էր լինում, որ քիչ էր մնում, ասենք այն հայկական տարբերակով տականում էինք ու քիչ էր մնում արդեն իրար խփեինք։ Նման դեպքեր նույնիսկ եղել են, հասկանում եք։ Օրինակ հարց էր եղել, այդ Ռուբեն Հայրապետյանի ժամանակ էր, այդտեղ հարց է բարձրացրել, որ Ճապոնիայից մեկը եկել է, ուզում է Հայաստանի առաջնությունների խաղերը առնել եւ հետո վաճառել։ Մտածում էր, որ Եվրոպայում մասնակցում Հայաստանը այդ ձևի ֆուտբոլ ունի, կառնեն, հետո կվերավաճառեն, փող կաշխատեն։ Էլ չէին իմանում, որ Հայաստանի առաջնության ինչ խաղ պետք է առնեին։ Հետո ես բոստացա, ասեցի, էսի բանը, ընդ որում բանի ակումբների իրավունքն էր միջազգային խաղերում, այդ խաղերի ցուցադրման իրավունքը, իրենք պետք է տնօրինեն։ Հենց այդ ժամանակ փաստորեն այնտեղ հարց բարձրացվեց, որ ակումբների առնենք մենք իրավունքը, վերցնենք մեր ձեռքը, ճապոնացիներին կվաճառենք, ճապոնացիները մեզ փող կտան, այդ փողը կբաժանենք ակումբներին եւ ակումբները կշահեն։ Էլ չէ։ Ես ըմբոստացա, ասեցի դուք պատկերացնում եք, ճապոնացիները չեն կարող օգուտ ստանալ Հայաստանի առաջնություններից, որ դեռ պետք է վերավաճառեն, ես այդ շուկան լավ գիտեմ, ինքս այդքան տարի հեռուստատեսային իրավունքների բանի մեջ էի եւ ֆեդերացիայի հաշվով, ես եմ Արմենիայի համար մեջտեղ բերել, շնորհիվ այն բանի ֆեդերացիայում էլ աշխատում էի, որ մենք 2001 թվականից Արմենիայով սկսեցինք ցուցադրել Եվրոպայի ֆուտբոլային առաջատար ֆուտբոլային երկրների ազգային առաջնությունների խաղերը։ Իտալիայի, Իսպանիայի, Անգլիայի, նաև եվրոպական, ասենք աշխարհի Եվրոպայի առաջնություններ էր։ Մի խոսքով, դրանք իրավունքները մեզ էին պատկանում, ես դեմ կանգնեցի, բայց անցկացրեցի, մեծամասնությունը ստիպված կողմ եղան, երկար ժամանակ ես հիմա չգիտեմ։ Երկար ժամանակ ակումբները զրկված էին, որ այդ իրավունքը իրենցը լիներ։ Հիմա ես չգիտեմ, էլի ֆեդերացիան է տնօրինում, դա եւ լծակ է, որպեսզի ազդեն ակումբների վրա։
Պարոն Բաղդասարյան, այսինքն համարում եք, որ անգամ եթե Եղիշե Մելիքյանը շատ տաղանդաշատ մարզիչ է լինի եւ շատ ուզենա հավաքականը ոտքի հանել, հավաքականում մեծ առաջընթաց գրանցել, միևնույն է այս ֆեդերացիայի պարագայում դա հնարավոր չի լինի, քանի որ ըստ էության ֆեդերացիան թույլ չի տա դա։ Առաջնայինը դա է։ Երկրորդը ես ասեցի չէ պատճառները։ Եղիշե Մելիքյանը ինչ էլ որ անի, ինքը խիստ մարզիչ է, պատասխանատու կարողանում է ստիպել միջև վերջ նվիրվեն, մեծ առավելություններ ունի, բայց ինքն էլ կարող է էլի ոչ մի արդյունքի չհասնի։ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ հավաքականը արդեն 7 խաղ է անցկացրել։ 7 խաղից 60 պարտվել է։ Ընդ որում պատկերացնում եք պարտվել է ազգային հավաքականը 60 պարտվել է գնդակների 4-21 խայտարակ տարբերությամբ։ Եղիշե Մելիքյանի ժամանակ է, որ հավաքականը նույնպես պարտվել է 9-1 հաշվով։ Պատկերացնում եք, ես մի օրինակ բերեմ։ Իտալիայի հավաքականը Բոսնիային 11 մետրանոցներով պարտվեց եւ երրորդ անգամ անընդմեջ աշխարհի եզրափակիչ փուլում հանդես գալու իրավունք ձեռք չբերեց։ Եվ ինչ եղավ։ Անմիջապես Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ հրաժարական տվեց, անմիջապես Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ լեգենդար Ջենարո Կատուսոն հրաժարական տվեց, անմիջապես հրաժարական տվեց Իտալիայի հավաքականի այս կազմակերպական հարցերով տնօրեն Ջիջի Բուֆոնին, նույնպես լեգենդին։ Մարդիկ են, որոնց պաշտում են, բայց իրենք էլ ինքնասիրություն ունեն, իրենք էլ հայրենասեր են, երբ իտալացիները չկարողացան անցնել, Ջենարո Կատուսոն խաղադաշտում լացում էր, հասկանում եք, բայց ինքը հասկացավ, որ ինքը այդուհանդերձ ինչ ուզում լինի, եթե պարտվել են, ինքը մեղավորը պետք է պատասխան տա, հասկանում եք։ Պարոն Բաղդասարյան, այո, դա հասկանալի բան է։ Հիմա ժողովուրդը կասի մի քիչ ժողովրդական խոսքով։ Հիմա Եղիշե Մելիքյանին հանեն ում բերեն, որովհետև տեսեք, դրանից առաջ դուք էլ լավ գիտեք եւ իմ կարծիքով դուք էլ դրականորեն չեք վերաբերվել դրան, բերել էին մարզիչներ, մեկը մյուսից ավելի անգույն եւ մեկը մյուսից ավելի ձախողակ։ Չգիտեմ, Կապարոս, Պետրակով, չգիտեմ, Կապարոսից առաջ էլի ով էր, անգամ չեմ էլ հիշում, որովհետև էլի անգույն մարդեր, հետո Վիսման, Սխիպը, Վիսման, չգիտեմ, ժամանակին Վիսման, բան, Եսիմ Շալանդ, բան, ոչ մեկը չարդարացրեց։ Բոլորը արձանագրեցին խայտարակ պարտություններ։ Դե հնարավոր է էլի մի 10 անգամ փոխեք, էլի չարդարացնեն։ Ես պատճառները բերեցի չէ։ Հիմա ֆուտբոլը փոխվել է, հիմա մեր հավաքականը այնքան չի, մենք կարող ենք հաջողության հասնել, գիտեք երբ։ Եթե մեր ֆուտբոլը մասսայական լինի, ոնց որ եղել է ԽՍՀՄ տարիներին, երբ 9 վարպետ թիմ ենք ունեցել, հասկանում եք, եւ սեփական կադրեր ունենանք, հույսները չդնենք միայն Սփյուռքի վրա, էլի Սփյուռքից թող լավերը լինեն, հրավիրենք, բայց հիմա մենք հիմնականում Գիրակոսյանը բայց վատ տպավորություն չէր թողնում, չէ՞ որ հրավիրել էին այս բանը Սանդերլենդի հարձակվողը։ Կարծես թե մի հետաքրքիր Ես ասում եմ, եթե լավերը կան, հզոր Սփյուռք ունենք, կարող ենք դա օգտագործել։ Եղիշե Մելիքյանի պարագայում ես ասեմ, նախ ինքը ճիշտ ժամանակին չի եկել։ Ես էլ ներքուս դժգոհ եմ, որ ինքը համաձայնվեց գնաց այդ քայլին, առավել եւս ես ված զգացի, իրեն ես շատ եմ հարգել, պաշտպանել եմ, որ համարձակ էր, ասում էր ճշմարտությունը, ես միշտ ժողովուրդն էլ գիտի, ես միշտ արդարության կողմն եմ, իմ հեղինակությունը հետ դրանով եմ ձեռք բերել, ինձ համար նշանակություն չունի, ով է ինչ է, հանուն մեր ազգի, հանուն մեր ֆուտբոլի, առաջնայինը մեր ֆուտբոլն է, հետո Եղիշե Մելիքյանը, հետո մյուսները, հասկանում եք, Եղիշե Մելիքյանը չէր կարող, ինքը կախարդական փայտիկ չունի, որ մեր հավաքականը մի անգամ, ինքը գիտեր, որ ձախողվելու է, ինքը չպետք է գնար, սրանք կարողացան օգտագործել են քավության նոխազեր, ինքը իրոք Եղիշե Մելիքյանը դարձավ քավության նոխազ եւ սրանց հեռանալը երկարաձգվեց։ Եղիշե Մելիքյանն էլ միամիտ ասում է, բանը, ժամանակ տվեք, համբերեք, ես այսքան տարին ֆուտբոլի մեջ եմ, 60 տարվա մեկնաբան եմ, Գինեսի ռեկորդ եմ սահմանել, հավաքականը ժամանակ չունի սպասելու,
Հավաքականը այն մակարդակն է, այն կետն է, որտեղ հանդես պետք է գան տվյալ պահին, անկախ տարիքից, անկախ չգիտեմ ինչից, եթե լավ մարզավիճակում են գտնվում, եթե լավ են խաղում, թեկուզ մի խաղի մասնակցեն, այդպիսի ֆուտբոլիստների պետք է հրավիրել։ Ինք ասում է ժամանակ տվեք, ինչքան ժամանակ տան։ Այդ ժամանակն էլ չի օգնի, որովհետև գիտեք ինչ, հավաքականը օրինակ ասենք այս խաղերին կտրուկ ընդգծվեց, որ ֆուտբոլիստները, երիտասարդները այնքան անհատական վարպետություն չունեն, որ գոլային բազմաթիվ պահեր եղան, չկարողացան աչքի ընկնել նշանառությամբ, նշանառու հարվածներով։ Ես որ հիշում եմ Արարատը 73 որ դուրս էր գալիս մարզման, Զանազանյան, Բանտարենկո, Անդրեասյան, Մարկարով, բոլորը այդ Ալոշան որ կանգնում էր, գնդակոծում են դարպասը պարապմունքի ժամանակ, միջև խաղը սկսելը։ Այդ 15 րոպե ընթացքում հազվադեպ էր լինում, որ հարվածը շեղ էր գնում։ Գիտեք ինչի համար է, որը 3 անգամ պարապում էին, անընդհատ այդ հարվածները դու որ պետք է, դու հավաքական ես խաղում, կաշվիցդ պետք է դուրս գաս, որ քո տեղը չկորցնես, հասկանում ես։ Այս երիտասարդները հենց հայտնում են հավաքականում, համարում են, որ դա մեծ հաջողության են հասել։ Կապ չունի, իրենք լավ են խաղում, թե լավ չեն խաղում։ Այսինքն գտնում եք, որ այդ աշխատանքային համակարգը, այդ աշխատանքային մտածողությունը չկա։ Ինչը կար Արարատ 73-ում։ Երշե Մելիքյանը որ ասում է ժամանակ տվեք, հետո լավ լինելու, ինչով է լավ լինելու։ Երշե Մելիքյանը ընդամենը 10 օր է ունենում աշխատելու հավաքականի տեխնացուների հետ։ Ընդ որում հիմա էլ այնքան շատ են փոխում այդ տեխնացուներին, եթե այդքան հաճախակի փոխեն, դու ժամանակ չես ունենա ծանոթանաս նրանց կարողությունների հետ։ Երշե Մելիքյանը հոչ չի կարողանա այդ ֆուտբոլիստների հետ այնքան պարապմունքներ անցկացնել, որ հարվածները դիպուկ լինեն, նշանառու լինեն, 2-3 մետրից չխփեն եսիմ դեպի ուր, հասկանում եք։ Օրինակ Բելարուսի հետ հավաքականի հետ խաղում մեր հավաքականը զգալի առավելություն ուներ, երկրորդ կեսում բազմաթիվ գոլային պայեր ուներ, պետք էր հաղթեր խոշոր հաշվով, բայց քանի որ նաև այստեղ դեր խաղաց որակը, դեր խաղաց, ասենք, նաև այդ որ չէին կարողանում անվրեպ հարվածներ կատարել, չկարողացան նպատակին հասնել։ Հիմա Երշե Մելիքյանը ժամանակ է ուզում ու ասում է համբերեք։ Ես չեմ կարող համբերել, սա հավաքականն է։ Մի հատ երկու հատ էլ պարտվեցին։ Ի վերջո Երշե Մելիքյանի ժամանակ էր, չէ, որ 9-1 պարտվեցին, ճիշտ է։ Երշե Մելիքյանն էլ պետք է բարոյական առումով ասեր, ես չեմ աշխատում, ես հրաժարական եմ տալիս։ Բայց հիմա հակառակն է խոսում, ես դա չեմ ընդունում։ Ես իրեն հարգել եմ, մեծարել եմ, պաշտպանել եմ, հիմա ես իրեն չեմ ընդունում, որ կանգնում է ֆեդերացիայի այս չկայացած մարդկանց, որոնք զավթել են ֆեդերացիան, պաշտպանում է։ Ես էլ գիտեմ պատճառը որն է։ Ուզում է հավաքականում աշխատի։ Լավ պայմաններ է, մեկն է, մյուսն է, ինչ ասում է կատարում են, ինչ են կատարում, մտնում են իրենք խաղում են, ինչ են անում, նույն պատկերն է, 6 հատ պարտվեցին, որոնցից մեկը 9-1 հաշվով, 9-1-ը այդ նույն առիթը չի, իսկ ֆեդերացիան, այս ֆեդերացիայի ընկերները իրեն ժամանակ է չէ եղել, որ Հայաստանի հավաքականը 3 անգամ 9 գոլ է կերել, մարդ պետք է ինքնասիրություն ունենա, էլի ինչ պետք է լինի, որ դրանց չհանեն չշպրտեն, կներեք, ես երբեմն ջղայնանում ու հավասարակշռությունից դուրս եմ գալիս, որովհետև ես իմ սիրտը ցավում է, ես տեսել եմ մեր հայկական ֆուտբոլի վերելքը, թռիչքը, երբ ամբողջ ազգը մի բռունցք դարձած, փոքր, մեծ, կին, տղամարդ ֆուտբոլասեր էին դարձել, բարի էին դարձել, միասնական էին դարձել, ընդհանուր սեղան էին բարձրացնում, անհամբեր սպասում էին Արարատի խաղին, որ ուտեն խմեն ու նաև հաղթանակով հիանան։ Այո, իրոք որ երանելի ժամանակներ էին, երանի ձեզ, երանի ձեր աչքերին, որ տեսել եք այդ ժամանակները։ Ես տեսել եմ, այսօր տեսնում եմ մարդիկ ժամանակ են ուզում, ինչ ժամանակ։ Ֆուտբոլի ֆեդերացիայի այս ղեկավարների ժամանակ մենք մի անգամ տարվել ենք 0-9 հաշվով, 2 անգամ տարվել ենք 1-9 հաշվով։ Չհաշված վրացիների մեկը 3-0 էր, մեկն էլ 6-0 էր, չէ՞ կարծես։ Հա, 6-0 տարվում։ 9-0 էլ դա էր, դա 4-րդ պարտությունը։ Նախկինում էլ եղել են պարտություններ, բայց այդ պարտություն չի եղել։ Բազմաթիվ խաղեր կբերեմ հենց հավաքականի խաղերը, որ մերոնք դիմադրել են շատ լավ։ Ես անընդհատ հիշում եմ Պորտուգալիայի հավաքականի հետ խաղը 90-ական թվականներին։ Երբ մերոնք ոչ ոք խաղացին Պորտուգալիայի հավաքականի հետ 2008-ին էլ 1-1 խաղացին, շատ լեգենդեր էին։
իրենց ֆեդերացիայի նախագահ պատերազմ հայտարարեց, խաղից հետո հարձակվեց մրցավարի վրա եւ այլն, մենք այդպիսի ժամանակներ ենք ունեցել։ Մենք ոսկե սերունդ ենք ունեցել, Լեոնիդ Մխիթարյան, բանը Յուրա Մովսիսյան, Մարկոս, Օրաս Օզբիլիս, Սպիզելի, այո, Ղազարյանը եւ այլն։ Շատ լավ տղա։ Դրանք էլ արտակարգ սերունդ էր, որոնք մրցավարը մեզ քաշեց Իռլանդիայում, մերոնք կարող էին հաղթեին ու պայքարեին եզրափակչի ուղիգրի համար։ Այսինքն մենք մարտունակ թիմ ենք ունեցել, այդ տղաները կռվում էին, պայքարում էին, ինչքան էլ որ ասենք դժվար էր, ինչքան էլ մասսայական չէինք, ինչքան էլ կադրեր չունեինք, այդուհանդերձ իրենք անձնական հայրենասիրության, իրենց նվիրվածության շնորհիվ ինչ որ բաներ արել են, պայքարել են։ Հիմա ոչ պայքար կա, ոչ ռազմավարություն կա։ Այն անգամ համաժողովում Նիկ Օղոսյանը անկապ խոսում էր. «Էս արել ենք, էս չենք արել, էս արել ենք, էս չենք արել»։ Ոչ մի բան չեն արել։ Ինչ են արել, կարող եք ասել դուք։ Ես չեմ չարասում, խոսում եմ, ես նորից եմ ասում, ես որևէ բան չունեմ, ես անկախ եմ, ես սոցիալապես ապահով եմ, ես հարգված մարդ եմ, հեղինակություն ունեմ։ Մեր ֆուտբոլը այս մարդկանց պարագայում ոչինչ չի ունենա, գոնե իշխանությունը փոխվի, ես չեմ ասում նորը գալու ամեն ինչ լավ ալնելու, բայց գոնե մարդիկ սրտացավ մարդիկ գան, ասենք աշխատեն, որ մարզերում ֆուտբոլը զարգանա, մեր կադրերը ունենանք, ենթակառուցվածքները լավանան, ազգային մանկապատանեկան ֆուտբոլը չէ նաև պիտի ոտքի քամի են անում, հետո էլ բան են անում եւ ասում են առաջ։ Մանկապատանեկան ֆուտբոլի մասին ենք խոսել մեր նախորդ հանդիպումների ընթացքում, որ մանկապատանեկան ֆուտբոլի շատ բաներ կարելի է։ Հիմա ես ասեմ, Անոք ջան, մեր ֆուտբոլի իսկական պատկերը երիտասարդական հավաքականն է։ Երիտասարդական հավաքականն է մեր ռեզերվը։ Նա է հավաքականի ֆուտբոլիստներ տալիս։ Եշե Մելիքյանը որ կանգնում ասում է սպասենք, լավ կլինի, մեկը մյուսը, ինքը չի պատրաստում ֆուտբոլիստ։ Ինքը Փյունիկում պատրաստում էր, կարողանում էր տրամադրել, նաև մարզումների ընթացքում ամեն ինչ կարող էր։ Դու տակտիկական բաներ էիր մշակում, ավտոմատ գործում էին, լավ պաշտպանվում էին, խելացի խաղում էին ու իշխում էին մեր ֆուտբոլում։ Իսկ հիմա ինչ է, հիմա ուղղակի խայտարակություն է։ Եվ երրորդ անգամ այս մարդիկ ուզում են վերանշանակվել, վերընտրվել։ Կեղծ կանոնակարգով։ Սրա փրկությունը գիտեք որն է։ Սրա փրկությունը էլի ուրիշներն էլ գալու են, էլի ոչինչ չպետք է լինի։ Ամեն ինչը պետք է լինի ընդհանրապես մեր ազգի համար, մեր պետության համար։ Օրենքը պետք է սրբություն լինի։ Օրենքը պետք է ամեն մի ղեկավար իրեն հաճու փոփոխություններ չկատարի։ Սահմանադրությունում մշակեն այնպիսի օրենքներ, որ անհատը ի վիճակի չլինի ազդել պետության եւ մարդկանց այս բախտին վիճակին։ Նույնը սպորտն է, ֆուտբոլը ես ասում եմ, ֆուտբոլը ինքը բան է, քաղաքականություն է։ Ֆուտբոլը եթե հաղթում են մերոնք, դա ազգային մեծ վերածնունդ է, մեծ ոգևորություն է։ Այն սովետի տարիներին են ասում, որ այդ աշխատանքային բաները պլան էին կատարում, գերակատարում էին, եթե Արարատը հաղթում էր։ Իրոք ժողովուրդը ոգևորում է, մեծ ոգևորություն է ապրում, հասկանում եք։ Այսինքն մի խորհուրդ պետք է լինի։ Այդ գործկումից բացի օրինակ, ես ֆուտբոլը նկատի ունեմ, մի խորհուրդ պետք է լինի, որում ընդգրկվեն հեղինակավոր մարդիկ, այդ հեղինակավոր մարդիկ մշակեն կանոնակարգ առաջին հերթին ընտրությունների, որ մարդիկ չկարողանան օգտվել այդ բաներից նորից վերընտրվեն։ Օրինակ ես 6 տարի ես եղել եմ ֆեդերացիայի մամուլի քարտուղարը, չէ։ Ես նաև 2 անգամ ընտրություններ եմ կազմակերպել։ Պետք է ամենակիչը ընտրության իրավունք ունենան ամենակիչը 70-ից 100 հոգի։ Հիմա դարձրել են ինչքան, ես չգիտեմ էլ ստույգ թիվը, երևի 25-30 հոգի չկան։ Դրանց հեշտ է, դրանց կեսից ավելին, ասինքն 15-16 հոգու դու քո կողմն ես անում շահագրգռելով եւ դու նորից ընտրվում ես, վերընտրվում ես, ես չգիտեմ։ Այսինքն մեխանիզմները այնպես պետք է մշակել, որ որևէ բնակավարում ղեկավարը
ինքը չմտածի, որ ինչքան էլ ձախողի, միևնույնն է ինքը ընտրվելու է, միևնույնն է ինքը օգտվելու է մեղրի կարասից։ Պարոն Բաղդասարյան, այ կորուստներ էլ ունեցավ նաև հավաքականը, որ մի պահ կար, որ ասենք Լուկաս Սելարայան, Տիգրան Բարսեղյան, Նաիր Թիկնիզյան, այսպես որոշակի էլի կարծես թե ինչ որ մի կորիզ էր առաջատարների ձևավորվում, բարձրակարգ ֆուտբոլիստների, որ բայց Սելարայանը որը շատ իմ կարծիքով վիրտուոզ ֆուտբոլիստ էր հեռացավ։ Հիմա մեկը դուք եք։ Այստեղ գիտեք, ես թվում է կարևորը որն է։ Այդքան պարտությունները մարդուն հիասթափեցնում։ Նույն Սպերցյանը Կրասնոդարում փայլուն հաջողությունների է հասնում, ընդ որում մրցակցությունը այնտեղ ավելի բան է, վայրենի ֆուտբոլ է գնում Ռուսաստանի առաջնությունում, ես հետևում եմ, ջարդելով, փշրելով, էլի անարդար մրցավարություններ բան, բայց իրենք փայլուն հաջողությունների են հասնում ու պատերազմ է, բառից բուն իմաստով պատերազմ է։ Սպերցյանը այնտեղ փայլուն հաղթանակներ է տանում, գալիս է այստեղ հեղինակազրկվում է, գալիս է պարտության հետևից։ Մարդը եթե վերցնես, ինքը մեծ հայրենասեր է, մեծ հպարտություն է ապրում, երբ հագնում է մեր հավաքականի այդ մարզաշապիկը, նույնը Թիկնիզյանը, նույնը շատ ֆուտբոլիստներ, բայց գալիս է անընդհատ պարտություններ։ Սա հիասթափեցնում է ցանկացած խաղացողի։ Հասկանում եք, ես համոզված եմ, որ շատերը նաև այդ պատճառով չեն գալիս։ Հիմա օրինակ բանն էլ Տիգրան Բարսեղյանն էլ ինքն էլ ինչու հրաժարվեց։ Նա էլ էր նույնը, իր վրա արդեն ինչ որ մեղադրանք, որ այս արեց են, հիմա ֆուտբոլիստ է, ասենք չկարողացավ նյարդերին տիրապետի, այդ միջադեպը եղավ եւ այլն, հետո հասկացա, որ մեկը հավաքականը պարտում է, որևէ բան չկա, ես իզուր գնամ ինչ անեմ, ավելի լավ է կենտրոնանամ ակումբային ֆուտբոլի վրա, այստեղ հաջողություն ունենա։ Գոնե կներեք Եղիշե Մելիքյանը փորձեց Հենրիկ Մխիթարյանին վերադարձնել հավաքական, բայց Հենրիկը ինքը ասել էր, չէ գտնում, որ Հենրիկի մեջ էլ կա խնդիր։ Գիտեք ոնց է, ես մի բան ասեմ, կներեք ձեզ հազար ներողություն, Հենրիկը դուք ասում եք խնդիր չունի, շատ բարի։ Ասենք ֆեդերացիան, օրինակի համար, շատ վատն է, խոսում ենք, պախարակում ենք, բայց հայրենիքը մեկն է եւ հայրենիքը անբեկանելի արժեք է։ Թող ինքը արհամարելով ամեն ինչ, արհամարելով ամեն վիրավորանք, գար եւ խաղար հավաքականից եւ իր օգուտը բերեր եւ այդ ժամանակ արդեն ֆեդերացիան կամաչեր, բան ինչու՞ չկա։ Հենրիկը մինչ այդ էլ եկավ, տեսավ, որ իր կողքի այդ խաղացողներով արդեն սերնդափոխություններ, արդեն Յուրամովսյանը չկար, այնտեղ էլի քանի հոգի չկային, չգիտեմ, չեմ կարող հիմա ստույգ ասել, որ չի լինի, արդեն հավաքականը որ պարտում էր, արդեն կարծիքներ էր հնչում, որ Հենրիկ Մխիթարյանը լավ չխաղում, ինքն է մեղավոր։ Հենրիկ Մխիթարյանը այնպեսի ճանապարհ է անցել, ինքը այդպիսի տարբեր թիմերի հետ եվրոպական համարյա բոլոր այդ մրցանակները նվաճել է, բացի Չեմպիոնների լիգայից, երկու անգամ էլ ացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, UEFA-ի գավաթ, այդտեղ գավաթակիրների գավաթ էր կարծեմ։ Գուցե դա էլ մեր հավաքականին հոգեբանական իմաստով մեծ ուժ տար։ Հոգեբանական պայ է, ես չեմ խոսում նաև անձնական հարաբերությունները։ Այսինքն անձնականը շատ, ասենք ընդունենք իր հանդեպ շատ անարդար են վարվել, ես չեմ ուզում իրենից սպասելիքները շատ են, ինքն էլ Հենրիկը գլուխ չէր պահում։ Միշտ էլ խաղում էր նվիրված, բայց մենակ ինքը չէր կարող ոչինչ անել։ Ֆուտբոլը կոլեկտիվ խաղ է եւ առաջին հարվածը հենց իր վրա էր ընկնում։ Այդ մի պատճառ է։ Երկրորդ պատճառն էլ այդ ֆեդերացիայի չկայացած մարդկանց այդ կերպարն է, որոնք կանգնել են, ասեցին, եթե Հենրիկի մայրը եթե եկավ Իտալիա, մենք չեն գնա։ Այդ 9-1 խայտարակ պարտությունը։ Ուզում եմ ասել, ինչ է նշանակում։ Դուք պետք է Հենրիկի պես մեկ չունեք, որ կանգնեք, ասենք դու ով ես, դու ֆուտբոլիստ ես, քեզ ինչ ասում են, այն էլ պետք է անես։ Դու պետք է այդպիսի լեգենդների հետ դու լեզու գտնես, տրամադրես, ընդ որում Հենրիկը այն ազնվորությունը չի որ բան։ Հենրիկը շատ հայրենասեր է, Հենրիկը շատ գրագետ ազնվորություն է, Հենրիկը նաև ունի պատիվարժանապատվություն։ Եթե մորն են վիրավորում մեկը մյուսը, նա բնականաբար չի հանդուրժի։ Ինչու պետք է հանդուրժի, միևնույն է, գիտի որ գա հավաքական, էլ հաջողություն չի լինելու։ Հիմա շատերը մտածում են, եթե Հենրիկը գար կլիներ, չի լինի։
Բայց մի կողմից էլ ինչքան ավելի լավ կընկալվեր, մի կողմից եմ նայում, մի այլ կողմից, եթե այդ ամենով հանդերձ, ինչը որ ես չեմ հերքում ձեր ասածները, Հենրիկը գար եւ ասեր, որ այ դուք այսպես եք վարվել ինձ հետ, վատ եք արել, շատ վատ եք արել, բայց քանի որ հավաքականը հայրենիքը ինձ համար բացարձակ արժեքներ են, ես գալիս եմ եւ խաղում եմ հավաքականից, կներեք, ես հիշում եմ 2023 թիվը, երբ որ շատ պատմական խաղ էր Հայաստան-Թուրքիա, այսպես սկզբունքային խաղ էր, Չալանօղլին Թուրքիայի հավաքականի առաջատարը գովերքեց Հենրիկին, իսկ Հենրիկը չկար այդ հավաքականում եւ մենք պարտվեցինք։ Չեմ կարծում, թե գլխավոր պատճառը, ասենք, մոր հետ կապված խնդիրն է։ Հենրիկը կարող էր էտել ներել, համոզված եմ, որովհետև Հենրիկի հետ ես շատ մտերիմ եմ։ Հենրիկը ուղղակի լավ էր հասկանում, որ հավաքական գա անընդհատ խայտառակվելու է, անընդհատ իրենից էին պահանջելու, որ տեսնում եք, ես չի Հենրիկը, հասկանում եք։ Հենրիկը Եվրոպայում իր հեղինակությունը միշտ բարձրացել է, էլի է բարձրանում։ Հիմա էլ խոսում եմ, որ մի տարով երկարաձգեն կամ ինչ որ ուրիշ կարգավիճակով ինտերում պահեն, բայց այստեղ ինքը հիմա ինչքան էլ գար, որևէ վստահություն կա, որ հավաքականը անպայման կհաղթի։ Չկա։ Չեմ կարող ասել։ Պարոն Բաղդասարյան, այս մի քիչ տխուր մտորումներից վերադառնանք դեպի լավ դաշտ, դեպի ավելի դրական, այսպես էմոցիաների դաշտ։ Ձեզ ես սրտան շնորհավորում եմ ձեր գրքի լույս ընծայման կապակցությամբ Արարատ 73 հայկական ֆուտբոլի ոսկե դարը։ Շարունակում եմ մաղթում եմ, որ ձեր ստեղծագործական գրիչը շարունակի մնալ այդքան բեղմնավոր եւ նոր ստեղծագործական հաջողություններ եմ ձեզ մաղթում եւ մի անգամ ես հիշում եմ մեր հարցազրույցներից մեկում դուք ասացիք, որ Արարատ 73-ը իմ մուսան է։ Այսինքն դուք երջանկությունն եք ունեցել լինելու Արարատ 73-ի այդ ժամանակահատվածի կենթանի ականատեսն ու մեկնաբանը։ Ես ասել եմ ու էլի եմ ասում, Արարատ 73-ը խորհրդային միության բացառիկ չեմպիոններ։ Հսկա կայսրությունը հետո երկրորդ խաղաշրջանում առաջնության վերջնագծում պայքարում էին Արարատի դեմ, որ Արարատը ով է մի փոքր հանրապետություն, որ պետք է չեմպիոն դառնա։ Նորից ասեմ, որ ֆուտբոլը քաղաքականություն է։ Նորից ասեմ, որ Արարատի դեմ պայքարում էին ուկրաինական 5 թիմ եւ մեր մրցակիցը Կիևի Դինամոներ եւ մեր մրցակիցը խորհրդային միության հավաքականի կորիզներ։ Այդքանից հետո Արարատը դառնում է չեմպիոն։ Կարող եք ասել ծանոթություններ, կարող եք ասել, որ մրցավարներին առել եմ, ոնց որ մեկը կար, ասում էր ես եմ չեմպիոն դարձել։ Դա երազանքեր, այդպիսի տղաներ հավաքվել էին, այդ ինչ ֆուտբոլ է։ Ուրեմն դեռ որոշակի արդարություն կար, երևի թե որ այդ ահռելի մրցակցության ինչու դուք ասեցիք ուկրաինական, բա ռուսական թիմերը վերցնենք, Սպարտակը վերցնենք, Դինամոն վերցնենք, Տորպեդոն վերցնենք, այդ թիմերը Բկման վերցնենք։ Ասենք Սպարտակը որ չեմպիոն է դարձել, Սպարտակը համաժողովրդական, ռուսական թիմ է, բազմաթիվ անգամ մրցավարներն են օգտել մեկը մյուս, բայց Արարատին ոչ մի մրցավար ոչ մի բան չի օգնել։ Արարատին ընդհակառակը փորձել են քաշել, այսպես ասած։ Արարատը իր հալալ քրտինքով, կաշվից դուրս գալով, այդ մարդիկ այդ վնասվածք են ունենում, Էսրոպյանի ծնոտը տվել էին ջարդած փշրած այդ ձևի խաղում էր։ Եվ մյուսները ես եմ տեսել այդ տղաների հետ, ես Գագրայի եմ գնացել ցեխերի մեջ, որը 3 անգամ պարապում էին, որ արդեն առաջի տեղում էին գնում, այնպես են անում, ասեն այս առաջի տեղը մեր ձեռքից պետք է բաց չթողնենք։ Եվ ինչպիսի քրտինքով, ինչպիսի տառապանքով չեմպիոն դարձան։ Դրա համար ես Արարատի ինչքան էլ որ կրկնվում եմ, ուզում եմ ասել, Արարատի չեմպիոնությունը բացառիկ է։ Եվ արդարացի չեմպիոնություն։ Այստեղ անբեկանելի է, այսպես ես անգամ մեկնաբանի անաչառությունը կորցնում եմ Բավարիայի հաղթել։ Իհարկե։ Որի կազմում 5 չեմպիոն են խաղացել, գրում է 6 չեմպիոն, ես լավ գիտեմ։ Ես եմ վարել այդ ռեպորտաժը։ Ուրեմն ինչպեսի զարգացած ֆուտբոլային մարզական համակարգ ուներ, չէ՞։ Բեկենբաուեր, Մյուլլեր եկել էին այստեղ, այդ խաղը ափսոս տեսագրությունը չկա։ Այդ էլ երևի մեղքն էլ կար այն ժամանակ մենք չկար, ամբողջականի տեսագրությունը չկար։ Ես քանիցս դիտել եմ գոլի ես եմ բերել տվել այդ խաղի այստեղի Բավարիայի խաղի տեսագրությունը, այն էլ Գերմանիայի միջոցով բերել եմ տվել, բայց իրենք ինֆորմացիոն ծրագրից 3 րոպեանոց բաներ, որ Անդրեսյանի այդ գոլը որ խփում է բան ու որ պտտում են, դա ես եմ բերել,
ու բան են արել։ Ուզում եմ ասել, որ ասում եթե դուք չելնեք, էդ էլ չէինք ունենա։ Չէինք ունենա 100%-ով։ Ես 98 թվականին որ աշխարհի առաջություն գնացի, մամուլի կենտրոնում այնտեղ ZDF գերմանական ընկերությունը անմիջապես հենց մամուլի կենտրոնում ստուդիա էր տեղադրել, հենց խաղը կամ ընթացքում կամ որ վերջանում էր գերմանացի մարզիչ, ֆուտբոլիստներ, մասնագետներ հրավիրում էին հարցազրույց բան եւ առիթ էր որ ես մտերմանայի այդ ZDF-ի ղեկավարը մի հատ կին էր։ Դրա հետ պայմանավորվեցինք, որ եթե հնարավոր է իրենք տեղյակ չէին, ասիկ դուք տեղյակ եք, որ Արարատը Բավարիային հաղթել։ Չգիտեին, ասիկ եթե կարող եք այդ տեսագրությունը գտնել, ուղարկել, ես կվճարեմ, ես հովանավոր կգտնեմ, ինչքան որ պետքա կվճարեմ, բայց իրենք ուղարկեցին մենակ այդ ինֆորմացիոն ծրագրից մի 3-4 րոպեանոց բան, այնտեղի խաղը, գոլերը, ոնց են իրենք խփել։ Իսկ հնարավոր չէ ամբողջ խաղի բանել հետո ինչ-որ չկա։ Չկա, ինձ նույնիսկ ասեցին Գերմանիայում ինչ-որ մի ընկերություն կա, դրա մի կարող է դրանք ունեն, ես նամակ եմ գրել, փորձել եմ գտնել, չկար։ Պատկերացրեք, Մոսկվայում դեռ շուտ էին սկսել, հələ սովետը չէր քանդվել, այդ Սպարտակ մանեժ կար։ Խաղից առաջ վիդեո բաներ էին, կասետներ էին վաճառում, նախկին խաղերից։ Ուրեմն օրինակ Թիֆլիսի Դինամոյի գավաթակիրների գավաթի ռեպորտաժը կար, չգիտեմ ոնց էր մնացել, վերավաճառում էին, փող էին աշխատում։ Ես որ վաճառում եմ բան, եկա իրենց հարցերի կապ ունեին հեռուստատեսության բանի հետ, ասեցի կարող եք գտնել տեսագրությունը, ասեց գիտեք, հայերից քանի հոգի են մոտեցել, փող են խոստացել, որ այդ տեսագրությունը եթե լիներ, մենք կբերենք, վաճառենք, փող աշխատեինք։ Ցավոք սրտի չկա։ Բայց նորից եմ ասում, Արարատը որ չեմպիոն դարձավ, հաղթեց Խորհրդային Միության հավաքականի կորիզ հանդիսացող Կիևի Դինամոյին, հաղթեց ուկրաինական 5 թիմերին, որոնք ուզում էին օգնել Կիևի Դինամոն չեմպիոն դառնա եւ այլ։ Բավարիային հաղթեց, որ երկրորդ կեսում բացահայտ առավելություն ուներ, որ կարող էր խոշոր հաշվով հաղթել եւ դուրս գալ կիսաեզրափակիչ։ Պարոն Բաղդասարյան, եւ երկու խոսքով էլ մեր եթերային ժամանակի այսպես առանձնահատկությունից ելնելով վերջերս ֆիլմը ցուցադրվեց Արարատ 73-ի։ Դուք այդ ֆիլմի ես ցավոք սրտի դեռ չեմ դիտել այդ ֆիլմը, հուսով եմ կդիտեմ։ Եվ այդ ֆիլմը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց, ոմանք ասում են, որ այդ ֆիլմը ինչ որ ռուսական շրջանակները միտումնավոր են այդպես նկարել, ներկայացնելով, որ տեսեք Ռուսաստանը ինչքան լավ դիրքորոշում է ունեցել հայ ժողովրդի եւ Հայաստանի հանդեպ։ Դուք այնտեղ քաղաքականություն տեսաք, թե այնտեղ պարզապես մաքուր գովերքումներ այդ հեշտ է քաղաքականություն գտնել, նայածում ինչպես է անհրաժեշտ։ Չկա որևէ մեկը, որ այդ ֆիլմը դիտել է, ավելի լավ իմանա, թե այդ ֆիլմում փաստերը համապատասխանում են իրականությանը, թե ոչ, քան ես։ Այո։ Ես այդ ֆիլմում տեսել եմ բազմաթիվ բաներ, որ իրականությանը չեն համապատասխանում։ Օրինակ ասեմ, Հովհաննես Աբրամյանը երկրորդ մարզիչն է եղել, այս ֆիլմում Սիմոնյանի կողքին Քեհեյանն է, որ այդ ընթացքում փոխարինողների մարզիչն էր ու ավելի մեծ դեր ուներ Հովհաննես Աբրամյանը։ Այս ֆիլմում տալիս էին, որ իբր Մարկարովը խաղ է ծախել, խաղադրույք է կատարել։ Սովետի տարիների մի հատ լատարի էր գործում պետական մակարդակով։ Այնց խաղադրույք կարող էիր, ասենք ընկերներով, դուք հավաքվեիք, խաղադրույք անեիք, էդ էլ որ իմանային կբռնեինք, քրեական գործ կհարուցեին։ Միգուցե չեն իմացել ֆուտբոլի պատմությունը այդ ֆիլմը ստեղծողները։ Դե գիտեք ինչ, հարցը ես դա չեմ ուզում ասել։ Ինչ ուզում լինի, ես չեմ տեսել որևէ սպորտային ֆիլմ, կամ ես չեմ տեսել քաղաքական որևէ ֆիլմ, օրինակ այդ Սիսի ֆիլմն սերիալն է, չէ՞ ցույց տալիս։ Ես ուսումնասիրել եմ Ավստրիայի պատմությունը եւ այլ, որ չխեղաթյուրվի փաստերը, որովհետեւ ռեժիսորի պարտականությունների մեջ մտնում է, որ ապահովի ինտրիգը, որպեսզի բանը դիտման այդ տոկոսը բարձրանա, մարդիկ հաճույքով նայեն։ Ես գնացել եմ, չէ, երկու անգամ գնացի անցյալ տարի այնպես ստացվեց, որ Արարատի այդ տղաների հետ ովքեր կային, մենք միասին Արթուր Սողոմոնյանի հովանավորությամբ գնացինք Սիմոնյանի 99-ամյակին, դեռ կենդանի էր, հետո մի ամիս հետո մահացավ, էլի գնացինք
Եվ հետո այդ ֆիլմի բանով էլ որ եղավ, մենք գնացինք էլի Արթուր Սողոմոնյանի աջակցությամբ։ Մենք ուշադրության կենտրոնում էինք եւ Արարատի խաղացողները եւ ես, ու երբ ֆիլմը վերջացավ, ռուսական հայտնի լրատվամիջոցների ժուրնալիստները ու եկել էին ուզում էին իմանալ կարծիքը։ Գիտեք ես ինչ ասեցի։ Ասեցի ես կինո վերլուծաբան չեմ։ Ու ես գիտեմ թե ինչքան փաստեր իրականությանը չեն համապատասխանում։ Բայց ողջունում եմ ձեզ, որ այս ֆիլմը նկարահանել եք, որ անմահացրել եք Արարատ 73-ին, որ այս հսկա կայսրությունը հազարավոր կինոթատրոններում միջև Սիբիր ցուցադրելու է ֆիլմը, ասինքն հանրահռչակելու է Հայաստանը եւ հանրահռչակելու է Արարատ 73-ը։ Ինձ համար դա է, սերունդերը փոխվելու են, այդ ֆիլմը երևի կմնա, մարդիկ այդ փոխված սերունդերը տեսնելու են Արարատ, տես ինչ թիմ ենք ունեցել եւ այլ, մոռանալու են, որ ասենք այնտեղ այս փաստերը չեն համընկնում։ Ես գիտեի որ փաստեր, բայց ես իրեն չեմ ասել, որ այս փաստը չի համընկնում, այն ինչ փաստը չի համընկնում, բայց ես ողջունել եմ, որ դուք մեծ գործ եք արել, դուք մեր ազգին, մեր թիմին նորից մեծարել եք։ Թող մերոնք անեն, թող այդ ֆիլմը հայկական լինի, չասեն ռուսական, հասկանում եք։ Ես որ գնացել եմ, չեք պատկերացնում, մեր պատվիրակությանը ինչ ձևի են ընդունել նույն ռուսները, կազմակերպել էին Ռուսաստանի ֆուտբոլային միության միջոցով եւ Ռուսաստանի մշակույթի սպորտի նախարարության միջոցով Սպարտակի վետերաններ, Ռուսաստանի վետերաններ, ես աստղերն էին, այդ սովետի տարիներից էլ կային ֆուտբոլիստներ, որոնց շատերին ճանաչում էի անձամբ, հետները առիթ ա եղել, նույնիսկ ճանապարհ են գնացել, Ցիխանովը բանը եւ այլն։ Ու այդ մարդիկ այդ խաղը որ եղավ, ինձ հրավիրել են նույն ռուսները, որ ես ռեպորտաժ վարեմ, ուրեմն իմ գոլեգան էլ եղել է վրացի մեկնաբան, որը ռուսերեն էինք բնականաբար հաղորդում։ Կոտե Մախարաձեն։ Չէ, ես նոր է եղել, ես նոր անցյալ տարեվերջին։ Ազգանու մոռացել եմ, շատ հայտնի մեկնաբան է, բայց վրացի է, որ վաղուց Մոսկվա է գնացել, Մոսկվայում անուն ունի, հեղինակություն ունի։ Մենք երկուսով իրար լրացրեցինք, ինքը ռեպորտաժ վարում էր, ես վերհիշում էի պատմություն այդ ֆուտբոլիստներին, շտրիխներ էի մտցնում բան, ու շատ լավ ռեպորտաժ է եղել, շատ գոհ եմ մնացել, մեզ էլ գնահատել են ինչպես հարկն է։ Ու դրանից հետո երբ ֆիլմի շնոր հանդես եղավ, պրեմիերան եղավ, երբ գնացի արդեն ես կենտրոնում էի անընդհատ ուզում էին իմ կարծիքը իմանալ եւ ֆիլմի մասին, ուզում եմ ասել իրենք ամեն ինչ արել են, նույն ռուսները կազմակերպել են վետերանների խաղ, Հայաստանից Արարատ 73-ի տղաներն են եկել, մեր վետերաններն են եկել, ավելի երիտասարդ սերնդի, Արթուր Քոչարյան բան նույնիսկ խաղացել են, Արթուր Ոսկանյան եւ այլ ավելի հետին սերնդի մեր հավաքականի անդամները կանչել են մարդիկ մասնակցել են Բերեզովսկին խաղացել բանի Ռուսաստանի վետերանների հավաքականի դարպասապահ խաղացել ասինքն ես էլ կապել եմ դրանց հետ եթե առիթ է եղել բան ասինքն մեկնաբանն էլ եղել է հայ ուզում եմ ասել այդտեղ չի եղել զուտ ազգային ինչ որ քաղաքականություն չեմ կարծում այդպես էր ու նայել ասեմ որ այդ ֆիլմը ամբողջովին նկարահանել են հայերը, պրոդյուսերը հայ, ռեժիսորը Մահեր Մկրտչյան, սցենարիստը այնտեղ Էլիբան, ասինքն մեր հայերն են հանել, հովանավորները եղել են Արթուր Ջանիբեկյանը, հիմնականում, Արթուր Սողոմոնյանը, եւ այստեղ կանգնել ասել, չեն կարող իմ ներկայությամբ նման բան ասել, որ ռուսներն են ռուսականացրել են, չեն արել այս բան։ Հնարավոր է մերոնք, քանի որ այնտեղ են ապրում, ինչ որ բան փորձել են նման բան մտցնեն, բայց ես նման բան չեմ նկատել։ Դուք չեք տեսել։ Որովհետև CSKA-ի պահ է գեներալին որ բան են անում։ Ես իմիջիալոց վերհիշել եմ, եկել նայել եմ, Արարատ 73-ը չեմպիոնատ դարձել CSKA-ի շնորհիվ։ Պատկերացնում եք, Մոսկվայում մերոնք նախավերջը խաղը հաղթել են CSKA-ին, դրանից առաջ CSKA-ն ԲԿՄ-ն հաղթել է Կիևի Դինամոյին, մենք նորից դուրս ենք եկել առաջի տեղ ու չեմպիոն ենք դարձել։
ու իրավունք ունեն ասեն, որ բկման հացապես ռուսական թիմը կարողացել է օգնել, որ մենք ուկրաինականի հարցերը դա չի համապատասխանում իրականության հետ, որ գալիս ասում են այդ գեներալին թե մարշալին, ասում են, որ գիտեք, պայմանավորվել եմ, որ խաղը տանք Կիևի Դինամոյին, ու նայել ասում է, ինչ ուզում ալնի, էսի օրինակ կարող են ասել քաղաքականությունը, ռուս-ուկրաինական պատերազմը։ Ասում էին բան Բաղդասարյան, ռուսական թիմերի հետ ես այդպես եմ լսել, որպես ավելի կրտսեր իհարկե սերունդ, մենք շատ ավելի լավ էինք խաղում, քան ուկրաինական թիմերի հետ, որովհետև նրանք ավելի տեխնիկապես լավ հասցնիներ են խաղերին։ Այդ գիտեք պատճառը որ ուկրաինացիները ջարդում ուկրաինացիները վայրեն էին խաղում, շատ կոպիտ օրինակ Լուբովը։ Տալիս էին, ջարդում էին, փշրում էին, մրցավարության խնդիր կար։ Պատմականորեն մենք ուկրաինական թիմերի հետ վատ ենք խաղացել։ Իսկ մոսկովյան թիմերի մենք մոսկովյան թիմերը տենց բաներ չեն անում։ Ուրիշ բանա որ մրցավարները կարող են օգնել։ Կարող է խտրականություն լինի։ Դա եղել է Սովետում, ես չեմ կարող շղթել, բայց մենք 2 տարի դարձել ենք, այսպես ասած, Մոսկվայի չեմպիոն։ Պարոն Բաղդասարյան, եկեք այսօր սահմանափակվենք այսքանով։ Ինչքան խոսենք, այո, ճիշտ եք ասում, ձեզ հայտնեմ իմ անչափ շնորհակալությունը։ Երիտասարդական հավաքականն է, երիտասարդական հավաքականը 8 խաղ է անցկացրել, 8 պարտություն է կայ։ Եվ դա է մեր ռեզերվը։ Եղշե Մելիքյանը միջև այս վերջին պահը նախորդ բանում փոխել էր իր մանը խոսակցական այդ բանը, ասում է ռեզերվ չունենք, ես համաձայն էի իր հետ, այս անգամ արդեն լրիվ ուրիշ բաներ ասում, ժամանակ է պետք, չգիտեմ ինչ է պետք։ Ամեն դեպքում մերն է, ֆուտբոլը մերն է, մեր հավաքականն էլ մերն է, հուսանք, որ լավ կլինի, լավատես լինենք, դուք լավատես մարդ եք, բայց իհարկե սպասենք փոփոխությունների։ Պետք է ֆեդերացիայի այս կազմը հատկապես 3-րդ ժամանակա բանը ընտրաժամկետը չպետք է լինի, այս մարդիկ ոչ մի ռազմավարություն կյանքի չեն կոչել, թող մի հատ հարց ասեն, որ լուծել են։ Ես բազմաթիվ օրինակներ բերեցի, չէ, որ այդ ներդրում կատարողներին դուրս մղեցին, մանկապատանեկան ֆուտբոլը, հազարով մի բանա, ենթակառուցվածքներ են, տարբեր պատճառներ կարող ես բերել։ Շատ լավ, պարոն Բաղդասարյան, այսքանով սահմանափակվենք, ձեզ մաղթում եմ քաջ առողջություն, ստեղծագործական բեղուն գործունեություն, կարծում եմ հետագայում կրկին կհանդիպենք մեր ալիքի եթերում, հուսանք արդեն լավ նորությունների, այսպես ասած, արտահայտումով եւ հուսանք, որ հայկական ֆուտբոլի գործերը այդուհանդերձ լավ կլինեն։ Եվ իհարկե, բայց նաև կույր լավատեսությամբ չլծվենք։ Ես եմ այդ հույսին ու նորից կներեք էլի, որ կրկնում են։ Առաջին խնդիրը ֆեդերացիայի ղեկավարներին հանելն է, հետո նոր մտածել, ուրիշը կգա, լավ չի լինի, էլի պետք է հանել ու այնպես անել, կանադրություն մշակել, որ ընտրությունները որևէ անց չկարողանա օգտագործի նորից ընտրվի, որովհետև ֆեդերացիան հսկայական գումարներ են պտտվում, ֆեդերացիա մեղրի կարասա բոլորը ուզում են այս ծանր ժամանակաշրջանում աթոռից չզրկվել։ Շնորհակալություն, որ եկաք եւ արտահայտեցիք ձեր տեսակետները, ձեզ ամենալավն ու բարին եմ մաղթում։ Շնորհակալություն։ Armix News-ի եթերում ժամանակի ձայնը հաղորդաշարի հերթական թողարկումն էր, մեր զրուցակիցն էր լեգենդար ֆուտբոլային մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը։ Ես դիմում եմ մեր այն ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել Armix News YouTube-յան մեր ալիքին, խնդրում եմ նրանց ընդամենը սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել Armix News ալիքին։ Շնորհակալություն, այսօր այսքանը, կհանդիպենք։